Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ շարունակեմ իմ հերթական վլոգս։ Եվեցկություն աստեղ երկը։ Նորից գործի, նորից աբեդի։ Երկինք նորեկ դուրս եկած եղանակը ընտիրություն։ Ողջույններս, սիրելիներս։ Արևն են կոմ գնաց, ես մնացի։ Եվս մեկ աշխատանքային օր, դուրս եմ եկել գնամ։ Մի ուտելու բան վերցնեմ։ Բետանենք, ես էլ մի բան չի, սա որ վազում ենք, վազում, աշխատում ենք, որ ուտենք, ուտում ենք, որ աշխատենք, աշխատում ենք, ինչա ուտում ենք, որ ապրենք, ապրում ենք, որ ուտենք։ Զամկնուտի կրոք կակույտը։ Սենց փակ շրջանակ է, հա, ոնց են ասում, զամկնուտի կրոգը հայերեն, ոնց որ օղակի մեջ, անընդհատ պտտվում ես, չգիտես թե ոնց է կյանքի տորերը գնում, անցնում եք էլ դնում ես հոտ գլորվեց, տարիները գլորվեցին, գնացին, բայց ինչ արած, ինչպես ասում են, կյանքը պայքար է, պետքա պայքարենք, հա, եկել ենք ես աշխարհ պիտի պայքարենք, թե ուրիշ ձև չունենք, ապրում ենք պայքարում ենք ապրելով, այդպես, հույս ունենանք երբևէ մի հատ շատ բարի լույս կբացվի մեր կյանքում, փառք Աստծո ես իմ կյանքից դժգոհ չեմ, ինչքան էլ դժվարություններ ա լինում, ինչքան էլ որ բարդություններ ա լինում, ամեն դեպքում միշտ պետք է ասենք փառք Աստծուն, որովհետև ինչքան առաջ ենք գնում, այնքան հետադարձ կյանքի դժվարություններն ու բարդությունները միշտ ավելի, քանի որ արդեն անցած է, միշտ ավելի, այսպես կոչված, հեշտ ու թեթև ա թվում։ Կամ էլ ասում ենք, դու ամենալավ ժամանակները են էին ոնց որ թե։ Այսպես դες հետ քայլելով եկա հասա։ Այստեղ մի հատ կաֆե կա, վրան գրած է կաֆե ու դոմա։ Տեսնենք ինչ կա այդտեղ շավուրմա են ծախում աղջիկներն էլ ասեցին վերցնենք միասին։ Հաց ուտենք, գնամ, հերթ կանգնեմ, առնեմ միշտ հերթ ա լինում։ Հույս ունենամ այս պահին հերթ չի լինի։ Բայց ես հետ համ զրուցեցի, համ քայլեցի, ռայոնը հավեսին է, մեր քաղաքի համեմատ էստեղ մի քիչ սիրուն է ավելի։ Դիմաց մի հատ շենք կա, սա ցույց տամ, տոշնի շորերից գույնին է, պլաշիկիս, հենա նայեք։ Ոտանա։ Արդեն մոտը կանգնած եմ, մյուսն էլ են հեռվում, հենա, այն, հանդեղ, սիրում, սենց։ Երկինքը պարզ է, արևկո, եղանակը լավ է, բայց այսքան ձյուն կա դեռ էս, մայթերը մաքուր են, չնայած որ այս ռայոնն էլ է համարվում Մոսկվա, բայց մնացած տեղերը դեռ շատ ձյուն կա, ռեագենտները ամեն օր է քիմիա թափած, խնդրեմ շարիկ երևում են, էսա, քաղաքն էլ էսա, ոչ կոշիկ ա դիմանում, ոչ մեքենայի կալյոսները, հենա, չորացել է, նայեք, ես մանր սպիտակը լրիվ ռեագենտ է, քիմիական նյութեր է, որ ձյունը հալացնի։ Հասանք իմ սիրելի վայրին, այստեղ հերթ է, գնանք ծակազտանք հերթ կանգնենք, ոչինչ, այդպես ժողովուրդ։ Оформили теперь ждем. Цены не пишу, какие. 270 обычный, 270 сырный. Գնում ենք։ Այդպես։ Վերցրեցի գնում ենք արդեն աշխատանքի եմ, տանում եմ իրար հետ հաց ուտենք աղջիկներով, այդպես որոշեցի ձեզ հետ մի քիչ զրուցելով գնալ, իզուր չէր մի քանի օր առաջ ես էֆիրում հարցրեցի տելեպաթիա ինչ է նշանակում։ Ну что, друзья, վերցրինք մեր շավուրման շավուրմանը գնում ենք արդեն աշխատանքի եմ իշնում։ Այսպես տեսեց զրուցելով որոշեցի գնամ։ Ինչից խոսամ, չգիտեմ, բայց մի լավ բանից ուզում եմ խոսամ։ Սենց մի հատ պահ կա, հա, որ ասենք ուզում եմ պրոստը կիսվել մտքերովս։ Մարդիկ կան, որոնց մենք շատ ենք սիրում։ Ու այդ մարդկանց երբեմն մենք ընդունում ենք որպես մեր սեփականություն, մոռանալով հանդերձ
որ մարդիկ իրենց են պատկանում։ Ես ինքս իմ փորձից եմ ասում։ Շատ սիրելն էլ մի բան չի, հա, շատ ուժեղ սիրելը, որ դու սիրում ես այդ մարդուն քո սեփական անձից բարձր, վերադասում, գերադասում, բայց երբեք պետք չի մոռանալ, որ քեզանից դու ես քոնում։ Տենց ամենքս մենք ենք, մենք մերն ենք, մենք ոչ մեկինը չենք, չնայած որ շատ սիրում են սկսում են ասել դու իմն ես, ես քոնն եմ, սենց, ոչ մեկն էլ ոչ մեկինը չի, ոչ մեկս էլ ոչ մեկինը չենք, մենք միայն մեզ ենք պատկանում, ուղղակի կա նվիրվածություն որոշ աստիճան, որը չափավորվում է, ձևավորվում է հենց այդ մտքով, որ դու իմն ես, այսինքն ես քեզ ինձ հավասար եմ սիրում, այդպես էլ է, չգիտեմ, խես միտքը սենց աճեց մոտս, տկովս տենց մի բան անցավ, ասեմ ժամանակին, ընտրություն երբ որ կատարում ես, ով ուզում է լինի, այդ մարդուն դու ընտրում ես, և սկսում ես սիրել քո անձից վեր, բայց այդ մարդը մի չնչին բան անում, կամ դու իր հանդեպ մի չնչին բան ես անում, սիրտը կոտրվում է ինչի համար, որովհետև իրան ջանին ցավ է տալիս։ Ու հենց այդ ֆրազան, որ ինչի է ջանին ցավ տալիս, դա ինչ է նշանակում, այսինքն այդ որ դու մի բան անում ես, այդ մարդը քեզ իրան ոնց որ ինքն իրան նման է քեզ սիրում։ Ու իրոք իրեն ցավեցնում ենք ինչի համար, որովհետև այն մարդը իրան մարմնի վրա այդ ցավը զգում է։ Դա նորմալ երևույթ է, հոգեբանական բահա, որ մարդիկ ինչ լավ արևաստ է, մարդիկ ասել քեզ ընդունում են, կամ դու իրանց այնպես, որ իրոք ցավը զգում ես, ցավը որակական դեպոսուրակությունը շատ է եղած չէ, որ ասենք այնքան սիրես, որ իր ուրախությունը Մի խոսքով ասելիքս ամփոփ եմ, այսինքն եթե մարդու ցավը մենք զգում ենք, մեզ թվում է թե դա տելեպաթիա է, հա, այսպես կամ էլ ինչ որ մտքերը կարդում ենք մարդու զգում ենք, տելեպաթիան հենց իբր թե դա է, ասեմ որ դա ուղղակի շատ ստից մտածելակերպ է, fake ավելի ճիշտ, որովհետև տելեպաթիան ինքը որպես գիտականորեն հաստատված հոգեբանական իրավիճակ հաստատված չի եւ իհարկե որ մենք միշտ մեր մտքում ստեղծում ենք մի թվացial կերպար ու սկսում ենք սիրել այդ թվացial կերպարին, որը վեհ է մեզանից։ Դա իմ մտքերն են, չգիտեմ ինչու ուզեցի այսօր ձեզ հետ կիսվել այս ամեն ինչի մասին խոսել, ձեզ հետ կիսվել այս թեմայով։ Եվ այդ թվացial կերպարին մենք սկսում ենք սիրել։ Սիրահարվում ենք արտաքինին, ինձ թվում է թե հետո սիրում ենք թվացial կերպարին, որը մենք ենք մեր գլխում մտածել, ու հետո այդ կերպարը դառնում է լրիվ ուրիշ մարդ։ Այսինքն իրականում ինքը մի մարդ է, բայց դու իրեն համար թվացial կերպար ես մտածել, նա արդեն այդ իրոք թվացial կերպարն է, եւ երբ գալիս է իրականությունը սկսում է չհամապատասխանել ավելի ճիշտ քո այդ թվացial կերպարի հետ, հասկանում ես, որ այո, իրոք դու ինքդ պատկանում ես միայն քեզ, եւ այդ թվացial կերպարները երբեք էլ չեն լինում։ Մարդիկ կան այնպիսին, ինչպիսին որ իրենց պրիրոդան է ստեղծել, հա, իրենք ինչպիսին որ կան ուրիշ ձև չեն կարա լինեն։ Քո երևակայության մեջ մարդիկ միշտ ուրիշ են լինում, այսինքն պետք է նայենք ռեալ, հասկանանք տվյալ մարդը ով է, ինչպիսին է, ինչ հնարավորություններ ունի հոգեբանական տեսակետից եւ նոր հասկանալ արդյոք մենք սիրում ենք իրեն թե ոչ, կամ ում ենք մենք սիրում, հա, մեր թվացial կերպարին, թե իրականում հենց այդ մարդուն։ Ինչ ասեմ, սիրելիներս, սիրեք, սիրվեք եւ իհարկե բոլորիդ անսահման սեր եմ մաղթում, որ թվացial չլինի, այլ իրական սեր։ Այսօր այսքան այս թեմայով, ես աշխատանքից տուն եմ վերադառնում, աշխատանքս ավարտել եմ եւ որոշեցի խանութ մտնել եւ առևտուր եմ անում, մի քիչ հիմա շարունակեմ մեկնաբանություններս միայն բնական ձայնով։ Այս մոտ շատակի Ցանց դոց դեվից Սեկել ենք առևտուրի Քիչ կարտոֆիլ վերցնեմ, բայց կոլոբնիկները շատ լավներ ուղղակի որ ասում եմ չդիմացա Մոտ երեխեքի ուզենք թե չուզենք սիրելի բանանները ինչ արժե կիլոն Չեմ տեսնում, բայց գիտեմ, որ այստեղ ամենաժան հեսա 134 ռուբլի կիլոգրամը Մեզ նաև կարտոֆիլ է պետք
400. Вот, Ань, смотри, чищенная. Вот это, наверное, возьмем. Չգիտեմ որն է լավը։ Огурцы люкс. А здесь томаты, картошки, фержик и грязь. Дебилярный круг. Վերցնենք լավ մաքրած մի քիչ, հետո տանը կաղամբ ունենք, գազար ունենք, բազուկ չունենք, բազուկ նախ այս սոխերից վերցնեմ, մի անգամ վերցնեմ, սա բորբոսն ա ձեր, իսել ա տենց չենք վերցնում, ունենք ինչ ունենք, բազուկ ա պետք, բազուկը շատ հին ա, այսպիսիները կան, ոնց նա չգիտեմ, պահվածակոն է բոլիմենի, Մերատորկ, չգիտեմ այդ ինչեր էդ վերցրին, զմնյոս, ինչ վերցնենք, բարելա, պատրճան վերցնել երկու հատ, բակլաժանը կիլոգրամ 269, մի հատ երկու հատիկը 1000 կիլո լինի, երկուս, պես, տրանապս ունենք աղացած, կտորի պանիր վերցնեմ, հետը պանիրով կսարքենք, գնացինք երեխեք չեն սիրում, բայց մենք ենք սիրում գոնե ինչ տարբերություն, քիչ կանաչի լավը չի, բայց գնացին վերցնենք պանիր, մի կտոր պանիրն էլի տեսականին և չգիտեմ ինչ վերցնենք, 99 ռուբլի 100 գրամը, իսկ էստեղ ինչ արժի Արժեք գրած չէ։ Չեմ մամ ինչ բաներ վերցնեմ, որ լավ լինի։ Не знаем, из настоящего молока или нет, բայց տենց ա գրած голландский. Нигде не учена, по-моему. Դե ոչ մի տոր պանիրով։ Իսկ թվում է կհավանենք։ Так, хлеб какой-то такой. Կամաց ուզում եմ հացից դուրս գամ, իտալյանսկի խլեպցի, էլ հաց չօգտագործեմ, սրանցով օրս անցկացնեմ, անցնենք առողջ սննդակարգ, տեսնենք ոնց կլինի։ Պանտկուչա տուփերը չեմ վերցնի, առաջ ենքան ձիք էին, բոլ են, որ ասում եմ էջլի կսատվետկա կար, լրիվ հիմարություն ա դարձել։ Սրանց փոխարեն փոքրիկները վերցրեցի, քանի որ սիրում եմ փոքր պայուսակներ օգտագործեմ, փոքրերը վերցրեցի, տեսնենք էլ ինչ կա, մի հատ մեծերից վերցնելու եմ գցեմ մեքենայի մեջ, այստեղ այսպիսի ծաղիկներ, բայց քանի որ բոլորը արհեստական են, ինձ այդքան չեն հետաքրքրում, գեղեցիկ են, կրեզանթեմներին, բնական են տեսք ունեն, բայց սիրուն չեն, տանը ես վարդեր ունեմ սիրուն, բիաններից գնացինք ժողովրդից արջկում, տենց ես ինչ հետաքրքրություն չկա, ուղղակի այս թերթ սա վերջացել, ուզում եմ վերցնեմ, бумага для выпечки, пергаментная, легко на кухне аржи, 46 рублей. Так, всякий մի հատ վերցնենք, տեսնենք ինչպիսին կլինի, եկոնդ մանուշակագույն գուպկաներ, որոնք շատ փչանում են միջայլոց, սրանք ինչեր է, լվացավանը մաքրող հարմարանքները վերցնենք, սրանցից, եկեղեցուց ինչ ենք գնել գրված է օրնված խունգ, բա գույնը, այն ինչ որ կարելի է տանը վաղել, սա սովորական խունգ է, տխուր օրերի համար, իսկ սա էլ եկեղեցուց բերված մանուր են, որոնք ես միշտ տանը պահում եմ, ունենում եմ, այդպես, այս ավելի սիրում էր, այսպես թողենք, սա ուղղակի միջանկյալ, խանութից վերադարձել եմ, ինչպես տեսնում եք իմ խանութի տոպրակը, այլ ցելոֆանի տոպրակ չի, ես չեմ պահում ցելոֆանի տոպրակներ, այս կտորից տոպրակը ես 2018 թվականից պայուսակից մեջ եմ, Գերմանիայից եմ հետս բերել, ծաղեք, բայց այստեղ էլ կա չնայած, ուղղակի շատ հավանել էի, ինչև հիմա օգտագործում եմ,
Խոսքով ինչ ենք գնել, ցույց եմ տալիս այսօրվա գնումներս։ Ցույց եմ տալիս գնումներս։ Հատկապես ես եմ ընտրել առաջին կլուբնիկն է այս տարվա։ Գարունը բացվել է, կլուբնիկի սեզոնը հետը կլվանանք, տեսնենք ինչպիսին է։ Պետք է որ փչացած հատիկ չլինի։ Իստեղ ինչ եմ տվել։ Մազերի ներք, մազերս շուտով պետք է ներկեմ, հեսա հիմա կներկեմ երևի թե։ Բազուկ եմ գնել, մտել ենք պիծողաչկա, բորշը հոսում պատրաստել, հաց ենք գնել, կլուբնիկի արժեքն եմ ուզում տեսնեմ, շամպունի հոտակալիս սալֆետկաները բուջուրիկ բացեցի, այսպես բուջուր են, պայուսակի մեջ, փոքր պայուսակի մեջ շատ հարմարավետ է պահելը, ինչի էր անջատվել էկրանս չգիտեմ, հենց նկարել, սրանք են։ Սիրելիներս, ինչպես երևում է, վլոգիս սկիզբը նկարահանել էի դեռևս ամսի 14-ին, այսօր արդեն ամսի 20-ն է եւ այս արանքում հասցրել եմ ամսի 19-ին գնալ եկեղեցի ու կիսվել եմ այդ վլոգով, հանդիպել էի Քրիստինեի հետ։ Հիմա շարունակում եմ իմ կյանքը վլոգում մի քանի օրվա պատմություն էսպես, հա։ Առավոտյան է արդեն, սուրճ եմ պատրաստում, որ խմեմ, ճանապարհվեմ գործի, կվերադառնամ տուն եւ կշարունակենք մեր առօրյան օրս ու վլոգս ձեզ հետ կշարունակեմ, հետաքրքիր է լինում, երբ որ ձեր համար նկարահանումներ եմ անում ու ես էլ մի տեսակ ինձ լավ եմ զգում։ Տեսնում եք, մազի ներկը գնել եմ, որոշեցի մազերս ներկել ձեզ հետ, բայց այդպես էլ չստացվեց, ցույց եմ տալիս ուղղակի ինչպես եմ խառնում, ուրեմն Estelle ֆիրմայի ներկերը ես այլևս չեմ հավանում, բացարձակապես։ Հիմա օգտագործում եմ միայն լոնդա կամ իտալականները չճարեցի, անցած անգամ վլոգներիս մեջ որ ցույց էի տվել, այդ դրանցից այլևս չկա։ Լոնդան է, որ մի քիչ լավն է հիմա, չգիտեմ ճիշտն ասած լոնդան ֆրանսիական է թե իտալական, բայց գիտեմ որ լավն է ու եվրոպեյսկի է։ Ամենայն դեպս համարը ուրեմն 5 համարն է, 5-0-ա գրված, ինչպես եմ խառնում, այստեղ 60 մլ է եւ 60 մլ-անոց մազի ներքին պետք է խառնել մեկին հավասար, հա, այսպես կոչված օքսիդը, մեկին 2 ավելի ճիշտ, օքսիդը ավելացնում եմ մեկին 2 եւ ավելացնում եմ նաեւ ջուր։ Բացատրեմ թե ինչի համար է ջուրը, այսինքն 6%-անոց օքսիդը դարձնում եմ 3%-անոց, դա իմ վարսավիրն է էլի խորհուրդ տվել, քանի որ սպիտակած մազերը շատ լավ ներկվում է 3%-անոց օքսիդով։ Եվ քանի որ իմ մազերը ամբողջովին սպիտակած են, հատկապես դիմացի մասը, արմատները ամբողջովին սպիտակած են, ու ինձ պետք է որ երկար մնա մի քիչ էլ գույնը, ես արդեն քանի անգամ իրեն խորհրդին հետևել եմ, սա երկրորդ անգամն է ավելի ճիշտ, որ իր խորհրդով եմ ներկում հենց այս ձևով ու բավականին երկար պահպանվում է ներկի գույնը։ Սիրելիներս, հիմա ես ներկը սկսել եմ, նստած սպասում եմ, որ ժամանակը կգա, հիմա ինչով եմ լվանալու շարունակությունը, կապ չունի, լուբոյ շամպուն եմ օգտագործում ու շամպունից հետո անպայման մասկա եմ օգտագործում։ Հարցրել էի կանցած անգամ մազերդ ինչ ես անում, որ այդպես գեղեցիկ տեսք ես տանում, խառը չեմ անում, ոչ մի բան չեմ անում, ժողովուրդ ջան, ուղղակի լվանում եմ ու չորացնում եմ, քանի դեռ թացել, լավ չի չորացել, ես ինքս ֆենով արագ չորացնում եմ եւ իհարկե ինչով եմ լվանում եւ ինչպես լվանում եմ սովորական շամպունով, լուբոյ շամպուն, ինչը որ կլինի ձեռքի տակ, հիմնականում քանի որ շատ գանգրահեր եմ, մազերս ահավոր աբյոմ ունի, հա, այսպես կոչված, հիմնականում բալզամի փոխարեն մասկա եմ օգտագործում, որը էլի իմ վարսավիրն է խորհուրդ տվել, այս նոր սալոնում, որտեղ ես աշխատում եմ, մի հատ վարսավիր ունենք, որը շատ լավ մասնագետ է, հա, լավ խորհուրդներ է տալիս, բացի այն, որ ինքը լավ ձեռք ունի, լավ կտրում է, այլ տեսնում եք խնամքի մասին եւ ամեն ինչի մասին շատ խելացի է, շատ փոքր նյուանսներ են համարվում, ասենք այն որ 6%-անոց օքսիդը մազը միայն վառում է, իսկ 3%-անոց օքսիդը, որով միայն հոնքերն ենք ներկում, սպիտակ մազերը ներկում է, ահա, խնդրեմ, այդ 3%-անոց օքսիդը ներկում է նաև գլխի սպիտակ մազերը, որը նաև երկար է պահպանում մազի գույնը։ Այդպես սիրելիներս, բարի խորհուրդներ է տվել, ինչի համար շնորհակալ եմ, ես իրեն խորհուրդները միշտ լսում եմ, ընդունում եմ։ Գեղեցիկ ծաղիկներս այստեղ ինձ ուրախացնում են, շատ եմ սիրում այս գույնը, շատ եմ սիրում կանաչի մանուշակագույնի համադրությունը։ Ինչ ասեմ, չշեղվեմ թեմայից։ Մի խոսքով, շամպունով լվանում եմ, յուրաքանչյուր շամպունով արդյունքում իհարկե վերջում կկիսվեմ ու անպայման էլ բալզամ չեմ օգտագործում, քանի որ բալզամը գլխամաշկը շատ ուժեղ չորացնում է։ Չգիտեմ, միգուցե ուրիշների մոտ ուրիշ ձև է, բայց իմ մոտ այդպես է ու շատ ուժեղ թեփոտություններ առաջանում, մազաթափություններ նույնիսկ առաջանում։ Մի խոսքով իրեն խորհրդով արդեն քանի ամիս է օգտագործում եմ մասկա, դիմակ են հայերեն ասում, բայց դիմակը դեմքի համար է, քանի որ այդպես է թարգմանվում, այդպես եմ ասում, բայց լույս ասեմ մասկա, ոնց որ ասած, մազերի համար մասկա, որը իմ մոտ տեսեք ինչպիսին է, լամինարիայով է։
Սեքստրակտում լամինարի։ Լամինարյան բուսականն է, շատ լավն է, ու ինչ է անում, լավ ուխոդ է անում, լավ ուվլաժնյացիան խոնավեցնում է, վիտամիններով հարուստ է, մի խոսքով շատ արտակարգ մասկա է, որը պրոֆեսիոնալ կամպանիայից է, պրոֆեսիոնալնի կոսմետիկա է, ռեկլամ չեմ անում, որովհետև իրենք նախ ինձ ռեկլամի համար գումար չեն վճարում, երկրորդն էլ ռեկլամի կարիք չունեմ այստեղ, հա։ Նայեք ինչպիսի ստրուկտուրա է, ոնց որ կրեմ լինի, այսպես շատ լավն է, կրեմաբրազնի, շատ նուրբ, շատ ասենց չեմ կարա ներկայացնեմ ինչքան գեղեցիկ անուշ հոտ է գալիս հաճելի, հոտը դե չես կարա պերեդատյանես, բայց շատ արտակարգ է, ընտիրա, պրոստը ես իրահարվել եմ այս բալզամին ու լուբոյ շամպունով լվանում ես, այս բալզամը թե խճճվածությունն է հանում մազերի եւ թե բալզամ չէ, սա մասկա է եւ թե ուղիղացնում է մազերը, չգիտեմ, ամեն ինչին շատ լավ է, վերջերս նստել եմ հենց սրա պոչին ու այսպես էլ օգտագործում եմ, շատ գոհ եմ, շատ ուրախ եմ, որ ճանաչել եմ այս պրոդուկցիային եւ օգտվում եմ իրենց պրոդուկցիայի։ Ուրախ եմ, որ ունեմ նման աշխատակցուհի, որը չխնայեց իրեն խորհուրդները իմ համար, շնորհակալ եմ, ձեռք եմ բերել ծանոթներիս միջոցով այս մասկան, քանի որ ինքը օրիգինալ ապրանք է ու պրոֆեսիոնալ սերիա է, հա, ասենք խանութներում ազատ վաճառքի մեջ իրենք չկան։ Այդպես սիրելիներս, ասելիքս ինչ է, ասելիքս այն է, որ հարցրել էիք իմ մազերի խնամքից, դե իհարկե ներկը որ ներկեցի, այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ ձեզ հետ կիսվեմ նաև իմ փորձով, հարցրել էիք, ցուցադրեցի։ Այստեղ շատ արտակարգ սաստավ ունի, ամբողջը գրված է, մի խոսքով 1 մետր, սա բավականին շատ է, բավական երկար օգտագործում եմ։ Այլևս բալզամ չեմ քսում ես իմ մազերին, միայն օգտագործում եմ այս մասկան, բալզամներից հրաժարվել եմ եւ ֆենից առաջ ուղղակի պաշտպանող, տաքությունից պաշտպանող նյութեր եմ փչում, որ ասենք մազերը շատ չվառի, մասլա յուղեր ընդհանրապես չեմ օգտագործում իմ մազերին ես, որովհետեւ իմ գլխամաշկը շատ արագ յուղոտվում է, իմաստ չունեմ ես մազերի խոնավեցման կարիք այս մասկայի հետ արդեն չեմ զգում։ Շատ լավն է, շատ ընտիր է, շատ արտակարգ, սա էլ իմ փորձը, ես այս հետ իմ փորձով կիսվեցի, շարունակում եմ վլոգը սիրելիներս, շնորհակալ եմ, ապրեք, որ իմ հետ եք, շնորհակալ եմ, որ ուշադիր եք, տեսեք ինչ գեղեցիկ է այս կարմիր ծաղիկս։ Եվ իհարկե այստեղ արհեստականներն են, գույնը ուղղակի ցնցող է, շատ եմ սիրում։ Անցանք առաջ սիրելիներս, շնորհակալ եմ մի անգամ եւս որ լսում եք ինձ։ Շարունակեմ սիրելիներս, ֆենից առաջ օգտագործում եմ այս սպրեյը կամ այս սպրեյը։ Այս մեկը նվիրել է իմ քրոջս աղջիկը, որը նույնպես վարսավիր է, այս մյուսը նվիրել է իմ վարդս, որը միշտ ինձ ապահովում է գրեթե բոլոր կարգի իդեալական նյութերով վարսավիրներին վերաբերյալ, իսկ յուղերից օգտագործում եմ էլի այս կամպանիայի յուղը, որը իհարկե որ չէի ուզի ռեկլամ դառնար, որովհետև ոչ մի կամպանիա ինձ չի վճարում ռեկլամի համար, ուղղակի որ հարցրեցիք ինչ ես օգտագործում, յուղը նայեք, ես մի տարի ա գնել եմ, ինչքան քիչ եմ օգտագործել, շատ հազվադեպ այն էլ մազերի ծայրերին, եթե զգում եմ, որ մազերս մի տեսակ չորացել են մաքսիմում, այդ որ ասենք չճյուղավորվի, ընդհանրապես յուղը աշխատում եմ չօգտագործեմ, իմ մազերս շատ արագ է յուղոտվում, մի տոկարիք չունեմ։ Այսքանը իմ մազերի խնամքի մասին, սիրելիներս, հիմա ես սրանք եմ օգտագործում եւ բավականին երկար ժամանակ է որ օգտագործում եմ, շատ քիչ են իրենք ծախսվում եւ շատ երկար եմ օգտագործում։ Բայց հայտնվեց նաեւ 4-րդ նյութը, բայց ավելի շատ օգտագործում եմ ահա սա, որ գրված է Սևորодка ֆլյուիդ для сухих волос։ Միևնույնն է, այս երկուսը միշտ ռեդկի եմ օգտագործում, որովհետև այս բալզամի հետ արդեն մազերս այդքան չի չորանում, բայց ուրախ եմ, որ ունեմ սա, նույնպես վարդս է նվիրել իրեն շամպուն բալզամների հետ միլիտրանոց, դե ամիսներ առաջ, սրա շամպունը վերջացել է, բալզամը դեռ մնում է, այսինքն ինչ սկսել եմ մասկա օգտագործել, բալզամը մնում է, բայց ասեմ, որ բալզամները կարելի է օգտագործել նաև մասկաների հետ, ուրեմն շամպունով լվանում եք առաջին քայլը, հետո օգտագործում եք մասկան, եթե զգում եք, որ կարիք եք զգում բալզամի ոչ գլխամաշկին, այլ մազերի ծայրերին քսում եք բալզամները արդեն, մասկայից հետո ամեն ինչ լվանում եք, որից հետո հերթականությունը սա է, ուրեմն այս երկուսը ու այս երկուսը, սրանք ֆենից առաջ, սրանք ֆենից հետո։ Այդպես սիրելիներս, այդպես են ինձ բացատրել, այդպես եմ ես օգտվում այս ամեն ինչից, այդպես ես գիտեի, ուղղակի ձեզ հետ կիսվեցի իմ փորձով եւ իհարկե որ ես ինքս վարսավիր, վարսահարդար չեմ, միշտ սիրում եմ լսել խորհուրդները։ Այդպես սիրելիներս, շարունակում եմ։ Սրտիկներ ջան, նսել իմ ախորժելի բորշը։ Մի քիչ ես սոված եմ, այս պահին հաց ուտեմ, հենց նոր անջատեցի, բայց բորշը սիրում եմ, որ մի քիչ հանգստանամ, նոր ուտես։ Հենց նոր անջատեցի, բայց խնդիրը նրանում է, որ միսը առանձին եմ պատրաստել, չեն ուտում մսով,
Խնդիրն ինչումն է, խնդիրը ձեն բերել կրշկեն ամբողջովին քրտնելա։ Միսը կոլոլակներով, այսպես sense գազարով, սոխով, տեսով, թենով ամեն ինչով լավ հավեսով տապակած է։ Սառնարանում ա եղել հիմա, տեսեք ինչպես եմ ես բորշս ուտում։ Ինչպես եմ բորշ կոմպլեկտ հավաքում, հա, այսպես կոչված։ Ուրեմն վերցնում ենք ափսեն, խորթ հասիկը մեր հայերի ասած, գեղիած։ Այտենց անում, վերցնում ենք ափսեն, գյուղի ասած կլոր մեծ սիրուն։ Վերցնում ենք մի հատ կոլոլակ, դե հիմա ես կես եմ արել, իրանք շատ մեծ են եղել, երկրորդ կոլոլակը ես շատ եմ սիրում, առանց ինձ լիներ որպես արդեն քանի անգամ այսպես պատրաստել եմ, դնում եմ սառնարանում ու այնտեղ պահպանվում է, օգտագործում ենք նո փլավների հետ, չգիտեմ, կարտոֆիլի պյուրեի հետ շատ համով ա լինում, այստեղ ուրիշ պրիպրավաներ ա լցրած, եւ ինչ եմ անում, թեքում ենք հեռուստացույցը մեր, հեռախոսը ավելի ճիշտ, այսպես, եւ այդ սառը կոտլետների վրա, կոլոլակների վրա, այսպես կոչված, ավելացնում ենք, նայեք, տակ բորշը, մի քիչ էլ բորշի մեջի եղածից ավելացնենք, թե տենց ջրալի ավերացրեցի, այսպես, հիմա ուզում եմ ցույց տամ, տենակ ինչ հրաշալի սուպ ա ստացվել, սուպի հավաքածու, խնդրեմ, սա իմ ամսեն է, սա էլ իմ սուպիկն է, շատ ստացվեց, բայց դե ոչինչ, համով հիմա կուտենք, ճիշտ է հիմա ձմեռ չի, ահա, եղավ, բորշը մսով, այստեղ կա բորշը, առանց մսի, շատ համեղ անուշ բուրմունք ունի երեխեք ջան, համեցեք բորշ ուտելու, գնանք բորշ ուտենք, այսքանը հերիք չէ, մի հատ էլ էսենց մի լավ մեծ կթալ տնական սմետան ենք ավելացնում վրեն, այսպես, եւ ստացվում է շատ հավեսով համով բորշիկ, ընտիր տեսք ստացավ եւ ընտիր համով հոտ, դե ես հիմա ինչպես ասում են, համ տեսնեմ, թե չէ մենակ դրսում եմ նկարահանումներ, ամենքան շատ են հարցնում, դու ճաշ չես եկում, դու խոհանոցում չես։ Լինում եմ, բայց ես այսպեսին էլ եմ լինում, այստեղ էլ եմ լինում, ուզում եմ որ ինձ տեսնեք, ուզում եմ որ իմ հետ զրուցեք։ Բորշիկս մի հատ փորձարկեմ, համը տենակ ոնցն է։ Ձեզ հետ միասին։ Բորշ։ Այսպես թեկուս կանգնած մի հատ փորձեմ համը ձեզ ասեմ, ինչպեսին է, շատ տաք է։ Ձեռքս վառեցի։ Հա ոչինչ։ Այսպես կանեմ, մի հատ փորձենք նորից։ Ընտիրություն, համով, շատ համով, համեցեք, ով սոված է գործի տեղնա, շուշուտ տուն եկեք, շատ համով է ժողովուրդ, ես անուշուտ եմ, ժամը 7-ին գործի եմ, հելնեմ գնամ գործի, անդատում եմ հաց ուտեմ, գնամ գործի, կգամ այսօր երեկոյան անպայման ուղիղ եթեր կունենանք, այսօր կիրակի օր է, բայց մինչև այդ տեղադրում եմ մի հատ լավ վլոգ, անպայման, գիտեք, չնայած որ այս վլոգը նրանից հետո է տեղադրվելու, все равно խնդրում եմ վլոգներս միշտ դիտեք ու միշտ դիտեք մինչև վերջ, շատ շնորհակալ եմ, ռեժիմ։ Ինչ խոսք տեսանյութի մեջ երևում է, որ մազերս արդեն ներկել եմ, խնամել եմ, տեսեք փայլը, գույնը շատ գեղեցիկ է դարձել, խառը ֆեն էլ չեմ արել, ուղղակի արագ չորացրել եմ, ինքը իրան խառը ֆենի տեսք է ստացել, ինչ ասեմ, կիսվեցին բոլոր գաղտնիքներով, բոլոր հնարավորություններով, լավ մտքերով, ինչ որ կարող էի ձեզ տալ, իհարկե այսօր արդեն մարտի 20-ն է, եւ պատրաստվում եմ իհարկե մի բաժակել սուրճ եմ խմում հաց ուտելուց հետո ճանապարհվեմ գնամ աշխատանքի սիրելիներս աշխատանքից կգամ երևի թե ուղիղ եթեր կմիացնենք ինչպես գիտեք ամեն օր ուղիղ եթերներ ենք անում եթե ես մի օր ուղիղ եթեր չեմ անում ուրեմն իմացեք որ կամ հիվանդացել եմ կամ ուղղակի շատ լուրջ դեպք է պատահել ամեն օր ձեզ հետ կիսվում եմ օրվա եղածով բայց իհարկե վլոգներս աշխատում եմ նկարահանել այնպիսի թեմաներ որ չարծարծենք ուղիղ եթերում կամ եթե նույնիսկ մի հարց այդպես արծարծել ենք դա այդպես է մնում շարունակում եմ գնում եմ աշխատանքի տեսեք ինչ փոքրիկ սիրուն ծաղիկներ եմ գտել այստեղ արդեն Մոսկվայում պատկերացնում եք արդեն ծաղիկ է բացվել սա ուղղակի իմ համար հրաշք է այստեղ գիտեք 1.5 անոց բարձրությամբ ձյուն է եղել երբ հասցրեց այսքանը մի քանի օրում հալվել տակը ծաղկած ծաղիկներ կային բարձվում է որ եւ այս ծաղիկները իհարկե որ 1 ժամում չեն բացվել Եվ ասեմ, որ ինչպես մեր գնացի աշխատանքի եւ հիշեցի, որ այսինքն աղջիկները հիշեցրին, որ այսօր մեր շատ սիրելի Սյուզաննայի ծնունդն է, որը մեզ ռեստորան է հրավիրել, իսկ ես ընդհանրապես գլխիցս տռել է, մոռացել եմ, որ այսօր ամսի 20-ն է եւ իր ծննդյան օրն է, մինչեւ ժամը 9:30 զապիսներ ունեմ։ Ամեն դեպքում հասցրել եմ, եկել եմ Սյուզաննայից ծնունդին հասել եմ, գիշերվա ժամը 11:30 է արդեն ռեստորանը մինչեւ 12-ն է աշխատում, դուրս են գալիս։
Գործել ենք նոր եմ ուզում վիդեո։ Ամեն դեպքում Սյուզիից մի անգամ եւս շնորհավորում եմ, շատ լավ անձնավորություն է, որին շատ եմ սիրում, մեր կոլեկտիվի աղջիկներից է, ահա ծաղիկներով իջնում եմ եւ բոլորիդ ասում եմ շնորհակալություն, որ դիտում եք իմ վլոգները ու որ իմ հետ եք ու շատ հետաքրքիր գեղեցիկ սկանչելի մեկնաբանություններ եք գրում։ Անչափ շնորհակալ եմ սիրելիներս, միևնույնն է, ամեն անգամ սպասում եմ ձեր մեկնաբանություններին, ամեն անգամ սպասում եմ ձեր ներկայությանը իմ էջում, շնորհակալ եմ, որ դուք կաք։ Եվ իհարկե մի անգամ եւս կխնդրեի գրանցվեք իմ էջին